Մայր Հայաստան հուշահամալիրը Իջևանի և համայնքի բնակիչների սիրված ու այցելվող վայրերից մեկն է։ Ձևավորված գեղեցիկ ավանդույթ կա, երկար տարիներ նորապսակները, դպրոցի շրջանավարտները կյանքի իրենց կարևոր օրերում այցելել են այստեղ։ Հուշահամալիրի տարածքում կառուցվել է նոր պուրակ՝ ի հիշատակ համայնքի այն բնակիչների, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի։ Համայնքի ցանկությունն է, որ այս տարածքը լինի մի վայր, որտեղ մարդիկ կարող են գալ, հիշել, հարգանքի տուրք մատուցել այն տղաներին, ովքեր կանգնեցին հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Նպատակ ենք դրել կառուցենք մի պուրակ, որտեղ համ կլինի հանգստավայր, համ սրբավայր։ Մեր Մայր Հայաստան համալիրը երբևէ չի վերակառուցվել, այսօր կառավարության եւ համայնքի ջանքերով, որի արժեքն էր ընդհանուր ծրագրի 40 միլիոն դրամ, համայնքի ներդրումը 18 միլիոն դրամ, կառավարությանը 22 միլիոն դրամ, վերջապես կառուցեցինք բարեկարգեցինք այս պուրակը։ Այսօր մեր համայնքի համար շատ կարևոր օր է, քանի որ արդեն մենք ունենք մի վայր, որտեղ կարող ենք այցելել, հիշել մեր տարածաշրջանի բոլոր զոհերին, փառք մեր տղեկին։ Հայրենասիրական միջոցառումից հետո զոհված տղաների ընտանիքների մասնակցությամբ անցկացվեց ծառատունք։ Յուրաքանչյուր տնկված ծառ խորհրդանշում է հարգանքն ու հիշողությունը, ուղղված բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Մեր ազգային ինքնությունը խորհրդանշող Մայր Հայաստան հուշահամալիրի վերանորոգման աշխատանքները նշանավորվում է ևս մեկ կարևոր իրադարձությամբ, նոր պուրակի հիմնմամբ, որը նվիրված է մեր բոլոր ժամանակների հերոսներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն մեր պետականության ամրապնդման և հանուն մեր բոլորիս խաղաղության համար։ Պուրակում փորագրված է Իջևան համայնքի 43 տղաների անունները, ովքեր կռվել են հայրենիքի պաշտպանության առաջնագծում։ Հավերժ փառք հայրենիքի նվիրյալներին։